Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Վտանգավոր փլուզումներով հղի օրինագիծ։ Հայաստանի իշխանությունը մտադիր է ընդունել օրենք, որը հնարավորություն կտա վճարել և ազատվել զինծառայությունից։ Օրենքի նախագիծը նախատեսում է, այսպես ասած, մի քանի սանդղակ։ Գործնականում իշխանությունը պատրաստվում է ընդունել օրենք, որը դե ֆակտո կօրինականացնի մեծահարուստների զավակների բանակում չծառայելը։ Օրենքի նախագծի հիմնավորումն այն է, որ այսպես թե այնպես այդ խավը տարբեր զարտուղի ճանապարհներով և կաշառքով ազատում է իր որդիներին բանակից, իսկ այս դեպքում կունենա դա անելու օրինական հնարավորություն, իսկ պետությունն էլ կշահի վճարած փողի տեսքով, որը կուղղվի պաշտպանական բյուջե։ Այստեղ, սակայն, առերևույթ տրամաբանություն պարունակող հիմնավորումը ունի մի շարք լրջագույն խնդիրներ՝ սկսած արժեհամակարգայինից մինչև կառավարչական ու քաղաքական։ Նախ, փաստորեն խորացվում է հասարակության բևեռացումն այն էլ այնպիսի մի գերագույն հարցի պարագայում, ինչպիսին է պետության պաշտպանությունը, առավել ևս բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Անգամ պայմանագրային խաղաղության պարագայում անկասկած է, որ Հայաստանի համար պաշտպանության խնդիրը միշտ լինելու է զգայուն։ Հետևաբար, երբ այդ խնդիրը պետական մակարդակով տարվում է դեպի սոցիալական բևեռացում կամ սոցիալական առկաբևեռացվածությունը հաղթահարելու փոխարեն տարվում է դեպի դրա իրավական և ֆինանսատնտեսական լեգիտիմացում, դա բերելու է ներհասարակական սոցիալ-հոգեբանական աղճատումների։ Կառավարչական իմաստով փաստացի խոստովանվում է, որ չկա անօրինականության դեմ պայքարելու կամք և կարողություն, իսկ գուցե նաև ցանկություն, և պարզապես գտնում են, որ ինդուլիգենցիայի ինչ տարբերակ կարող են տեսնել։ Դրան զուգահեռ կա քաղաքական ասպեկտ՝ ընդհուպ ազգային անվտանգության նուրբ շերտերով։ Փաստացի, պետական պաշտպանության հարցը դառնում է ըստ էության հայեցողական, ընդ որում կախված ֆինանսական հնարավորությունից։ Օրինակ, խոշոր և հարուստ պետությունները կարող են իրենց թույլ տալ հենվել բացառապես պայմանագրային կամ պրոֆեսիոնալ բանակային կոնտրակտի վրա, թեև այդպիսի օրինակ անգամ կարծես թե բացառիկ է ԱՄՆ-ում։ Հայաստանի նման համեստ կարողություններով և դեմոգրաֆիայով երկրները չեն կարող հրաժարվել պարտադիր զինծառայությունից, քանի որ հակառակը կարող է նշանակել հրաժարվել բանակից։ Երբ պետությունը դե ֆակտո հրաժարվում է հարուստներին բանակ զորակոչելուց, նրանց տալով փողով օրինական ազատություն ստանալու հնարավորություն, ըստ էության դա առնվազն սոցիալ-հոգեբանական մակարդակում կարող է լինել զինված ուժերի ապամոնտաժման նախադրյալ։ Ինչ կլինի հետո, արդեն անկանխատեսելի է, ինչն ինքնին վտանգավոր է։ Հնարավոր է անդրադառնալ բազմաթիվ ենթաշերտային հետևանքների, որ կարող է ունենալ ոչ միայն ընդունվող օրինագիծը, այլ հարցերի լուծման այդ մտածողությունը ինքնին։